Ընկերներ, ողջույն, դուք գտնվում եք Manifest Online դպրոցի YouTube-յան ալիքում և ձեզ հետ է Արսեն Հարությունյանը։ Այսօր մենք միասին կխոսենք ընդհանրապես ինչու են մարդիկ հետաքրքրված կրիպտո արժույթներով և ինչպիսի ապագա դրանք ունեն։ Ընդհանրապես շատ կարևոր է հասկանալ, որ ֆինանսական գաղտնիությունը ֆունդամենտալ կարևոր մի բան է, անկախությունը առավել ևս ընկերներ։ Ինչի համար հայտնվեցին ընդհանրապես կրիպտո արժույթները։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո մարդիկ ունեն պահանջարկ նոր ինչ-որ ֆինանսական դրամային միջոցի, որպեսզի լինեն ավելի անկախ թե պետությունից, թե բանկերից և թե երրորդ անձանցից փոխանցումներ կատարելու ժամանակ։ Եկեք համեմատականներ տանենք բանկերի և կրիպտոարժույթների հետ։ Ինչ ենք անում մենք ընկերներ, բանկերին գումար ենք տալիս, որպեսզի նրանք պահպանեն մեր գումարները։ Ինչի համար է դա, եթե կարող ենք մենք մեր ակտիվները տեղափոխենք կրիպտոարժույթային ոլորտ և այնտեղ առանց գումար վճարելու պահպանենք մեր ակտիվները։ Բացի այդ, բանկերը մեզանից վերցնում են մեծ միջնորդավճարներ փոխանցումների ժամանակ։ Այս կրիպտոարժույթների մեջ ընկերներ մենք չենք տալիս բարձր միջնորդավճարներ։ Քանզի օրինակ բիրժայից բիրժա փոխանցելուց, տարբեր բիրժաների մեջ փոխանցումների ժամանակ մենք տալիս ենք ընդամենը $1 միջնորդավճար, 400 դրամ ընդամենը անկախ գումարի չափից ընկերներ, 1 միլիոն դրամի դեպքում նույն չափ, 1 միլիոն դոլարի դեպքում նույն չափ, $1 ընդամենը։ Իսկ եթե բիրժայի ներսում է ընկերներ, մենք ընդհանրապես գումար չենք վճարում, տոկոսադրույք միջնորդավճար չկա բիրժայի ներսում ընկերներ։ Բացի այդ, այստեղ մենք ունենք հնարավորություն աշխատելու։ Մարդկանց հետաքրքրվածությունը կրիպտոարժույթների նկատմամբ հենց դրա համար է ընկերներ, քանզի այստեղ կարող են բավականին քիչ ներդրումներով բավականին մեծ գումարներ վաստակել։ Ահա մենք տեսնում ենք Bitcoin-ի գրաֆիկը, այստեղ ցանկացած շարժի դեպքում տեսնում ենք վերև է բարձրացել, ներքև է իջել, մենք ունենք գումար վաստակելու հնարավորություն։ Վերև բարձրանալու դեպքում մենք աշխատում ենք գնի աճի վրա, իսկ գնի անկման դեպքում մենք բնականաբար աշխատում ենք գնի անկման վրա ընկերներ։ Հենց այդ իսկ պատճառով մարդկանց հետաքրքրվածությունը բավականին շատ է։ Բացի այդ, նորարար տեխնոլոգիա է ընկերներ։ Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, ամեն ինչ գնում է թվայնացման։ Եվ այդպիսով մարդիկ բոլորը հետաքրքրված են հենց կրիպտոարժույթներով ընկերներ։ Սա ժամանակակից դրամային միջոց է։ Ինչպիսի ապագանակ ունեն, այս պահի դրությամբ օրինակ Սալվադորը ընդունել է Bitcoin-ը որպես պետական արժեք եւ մինչ ընդունելը Bitcoin-ը պետական արժեք Սալվադորի մասին ոչ այդքան էլ տեղեկություններ էին հայտնի եւ ոչ բոլոր մարդիկ գիտեին ընդհանրապես Սալվադորի գոյության մասին։ Իսկ Bitcoin-ի ընդունելուց հետո որպես պետական արժեք հայտնիություն ձեռք բերեց։ Տնտեսությունը զարգացավ, քանի որ մի շարք բիզնեսմեններ իրենց բիզնեսները տեղափոխեցին հենց Սալվադոր։ Սալվադորը 2 Bitcoin-ի դիմաց մարդկանց տալիս է քաղաքացիություն ընկերներ։ Եվ ինչ է կարծում դուք, եթե Հայաստանը լինի երկրորդ պետությունը, որ ընդունի ինչ-որ կրիպտոարժույթ որպես պետական արժեք, ինչպիսի մեծ աճ կգրանցի ընդհանրապես ֆինանսական ինդուստրիայում, երկիրը կզարգանա ընկերներ, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավականին լավն է։ Մենք գտնվում ենք Եվրոպա եւ Ասիայի մեջտեղում ընկերներ եւ ընդունելու ժամանակ մենք կլինենք կրիպտո հաբ շատ լավ կենտրոն բոլորի համար։ Մի շարք պետություններից կգան Հայաստան եւ ներդրում կանեն ընկերներ, կհիմնեն իրենց բիզնեսները, կտեղափոխեն այստեղ իրենց հենց կրիպտո ոլորտով աշխատող օֆիսներ ընկերներ։ Բացի այդ, ամեն ինչը գնում է թվայնացման եւ մոտ ապագայում աշխարհի բոլոր երկրները ես ավելի քան վստահ եմ կընդունեն կրիպտոարժույթը որպես պետական արժեք, ունենան իրենց երկրի սեփական կրիպտոարժույթը, օրինակ հենց CBDC-ին, կենտրոնական բանկի թվային արժույթը։ Հայաստանը եւս քայլեր է կատարում դրան անցնելու համար։ Շուտով կգա փոխարինելու մեր ավանդական թղթադրամներին հենց թվային դրամը ընկերներ։ Եվ ամեն ինչ քայլ առ քայլ գնում է թվայնացման, ինչը պետք մեզ հիմա պետք է բնականաբար սովորել, ունենալ լիարժեք պատկերացումներ ոլորտի վերաբերյալ, քանի որ ապագան հենց կրիպտոարժույթներում է ընկերներ։ Եվ ընկերներ, այսպիսով վերջացնենք, գրեք մեկնաբանություններում ինչպիսի թեմաներից կցանկանաք խոսել հետագա հոլովակների ընթացքում։ Մեկնաբանություններում պարտադիր նշեք, բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ ես ձեզ սպասում եմ հետագա հոլովակների ժամանակ ընկերներ։ Սիրով, ձեզ հետ Արսեն Հարությունյանն էր։